Arzumanyan Borik Aşoti, Arzumanyan Artur Boriki, Hayırnem, Zovat, 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մեզ էսա երկու տարուց հավելա խափում են։ Այս սուտասանը 8 տարի է մեզ խափում է։ Եկավ ընդեղ ասեց Հայաստան, ես մեկ իրավիճակը եկավ այդ բանին, մենք էլ ասացինք ավելի լավ ասա, սա լինի քան թե Սերժն ու Քոչարյանը, որ 18 թվականին եկավ ասած Ղարաբաղը Հայաստանա եւ վերջ։ Վերջումը տներն ես քանդից։ Հիմա եկել ենք իմ տղաս, սաղին երեխեքը, հարազատները, ամուսինները 19 թվականին 23 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվել են։ Այս սեպտեմբերի 30-ից մինչև այսօր 23 թվական բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի Արտաշիր իմանենք։ Այսօր վաղը ուղարկել ածի մոտ, ընդեղ էլ կեղծավոր դիմավորում, ես մեկ, սաղ սուտուն ասում։ Աբազյանի հետ քանի անգամ եք հանդիպում ունեցել եւ մի 6-7 լավ ընդունում ասես կապուտ ու ցավակցում մեզ հետ կիսում, բայց ոչ մի ընթաց չկար գործում։ Ակածա սաղ սուտ է եղել։ Տեսեք, բանակցություններից ուղիղ դուրս է մնում արցախցիների Հիմի լավն է մենք վերադարձի հարցը մենք չենք մոռանում։ Մենք ծնվել ենք, ես 68 տարեկան մարդ եմ, ծնվել եմ, իմ հարազատներ սաղ ընդեղ են, իմ կյանքս ընդեղ եմ հասկացալ, իմ մանկություն ո՞ց կարամ ես մոռանամ։ Ինքը կարող է մոռանա։ Բայց ոչ մի Ղարաբաղցի, եթե ինքն դե ծնվել ասել, չի կարող մոռանալ իր ծննդավայրը, ո՞ց կարող է մոռանա։ Այդ ինքը բառերով ասում, ինքը իրավունք չունի մոռանա, ինքը Հայաստանի բնակիչ չէ, ես Ղարաբաղ Ներողություն, իրենք հաջողություն կամ խաղաղության համատեքստում են դիտարկում, առևտուր են առևտուրանում, մեր ասածն է դա, բենզինը վաղը վերմիշիլ է բերելու առևտուրանում, դա ինչ է մի օրվա գործ է, Արտաշիրի մանելը, կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է, 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վերեն դրած։ Ոչ մի բան, անկերական վիճակ է։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը Արտաշիր իմանենք բերեք ստեղ։ Մենք հետ ենք, ուրիշ բան չենք ասում, անհայտ կորած չի, անհայտ կորածներն էլ են մեր երեխեքը, բայց անհայտ կորած չի, որ գնաց մանկած։ Տեղերը սաղ իրան հարազատներն իմանում են։ Մի օր, եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիևին խնդրենք։ Խիենք իրան խնդրում։ Լավ, եսա գալիս ենք, եթե վերջնական լուծումը էդ է, գնանք հակարիս ես հենց գնալուց սանի շատ մարդ, գնանք ընդեղ, իրանց ընդեղ տամոժնի խնդրենք, ասենք մեզ ընդունեցեք։ Մենք անտիրական վիճակում ենք ապրում Հայաստանում, մենք բաց թողենք գնանք մեր երեխեքը բերենք ընդեղ։ Ներողություն, արցախցիները չնայած բլոկադայի պայմաններում այդքան ցավը տանեմ պիտի ապրես։ Ինչի խնդրին հրաժարվում էին ադրբեջանցիներից աղդամով ինչ-որ Որովհետև հայրենասեր էին, թասիբ ունեին։ Մարդ իրան վրա պետք է վերագրի, ինչ ապրուստներ են ապրել է 10 ամիսներին։ Լուսումս ինչ է, այդ ուրիշ հարցա, մեր հարց ուրիշ է։ Մենք խնդրանքը նայա, որ եսա 2 տարուց ավելա, գալիս ենք օրեկա մի կոնկրետ պատասխան չկա։ Անհամարը մս այդ մարդկանց։ Սա էմիանգը, եթե կոնկրետ պատասխան չնի, էմի շաբաթ գալում նստացություն կանելու, ոչ մեկը ստեղից դուրս չգնալու։ Միջև մեր երեխեքը Արտաշիրիմ չանեն բերեք ստեղ։ Պահերիք այլի, ինչքան կարելի է խափիս մարդը, մեզ գործ չի տա։ Եթե դու ֆինանսապես թույլուս, այս մարդկանց փող հավաքեն, գնանք մեր երեխեքը բերենք։ Դուք ինչ-որ կադրեր եք տեսել, այստեղ խոսվում էր այն մասին, որ փորձում են այդ գերեզմանները պղծել։ Ոչ թե ոչ, շատ կադրեր կա։ Փորձում չնա անում են։ Ոչ փորձում են, անում են, նագլի անում են, ոչ թե փորձում են։ Մանավանդ ով որ ծառայող է, ով որ կռվի է մասնակցել, ով է նրանց լրիվության բնանում։ Կադրեր եք տեսել։ Ես ներողություն եմ խնդրում։ Խնդրում եք էլի իմ ասում, վերջնագրակ,
կոնկրետ եկալ ենք, սա վերջնական պատասխանը։ Գալիս ենք ստե դիմումը տալիս ենք, մեկը դուրս է գալիս, մի սուտ երկու բառ ասում, էլի կեղծավեր խոսում գնում, կոնկրետ պատասխան։ Մեր երեխեքը, մեր ոչում հարազատներին երբ է Քարտաշիրում անելու, կոնկրետ պատասխանը եք եկալ այսօր։ Մեր խնդրանքը տա է, հատե տա համ պահանջում ենք, համ խնդրում ենք։